Ողջույն հարգելի մարզասերներ, մենք այս պահին գտնվում ենք Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում, որտեղ Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը սկսում է պայքարը Եվրոպայի առաջնությունում։ Մեր առաջին մրցակիցը Լյուքսեմբուրգի ընտրանին էր, որի դեմ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով։ Հանդիպումը մեր ընտրանին սկսեց շատ ավելի ակտիվ, սակայն առաջին խաղակեսի միջնամասում երկու գնդակ բաց թողեց, սակայն երկրորդ խաղակեսում Արսեն Առաքելյանը եւ խաղանկերները երկու գնդակ կարողացան հետ բերել եւ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով։ Հաջորդ հանդիպումը մեր ընտրանին կանցկացնի Հունգարիայի հասակակիցների հետ, որը տեղի կունենա ապրիլի 25-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության տղամարդկանց 79 կիլոգրամ քաշային կարգում Մարտին Պողոսյանը պոկուն վարժությունում բարձրացրեց 148 ու 152 կիլոգրամ կշռող ծանրաձողը։ Հրում վարժությունում Պողոսյանը բարձրացրեց 186 կիլոգրամ։ Այս ձևում նա երկրորդն էր։ Երկամարտի 338 կիլոգրամ արդյունքով Մարտին Պողոսյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։ Վլադիմիր Գաբրելյան, հատուկ Sports World DM-ի համար։